ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող ծորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Հայաստանյան X-Factor-ում մեկնարկում են նոր փուլ Judge House։ Յուրաքանչյուր խմբից 7 լավագույն մասնակիցները պետք է մրցեն այլ պայմաններում, այլ կանոններով։ Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը արդեն ունի իր թիմը։ Այս եթերաշրջանում դու աշխատելու ես տղաների խմբի հետ։ Yes! 25-ից բարձր տարիքային խմբի հետ։ Լավ է, ես շատ ուրախ եմ։ Yes! Հիմա արդեն լավ է։ Շատ։ Հիմա արդեն ես կարամ հանգիստ խղճով գնամ քնեմ եւ մյուս օրվանից արտանամ ու տղավարի մենք մեր անենք այս եթերաշրջանում։ Տղաներով։ Սակայն մասնակիցները դեռ չգիտեն, թե ով է լինելու իրենց պրոդյուսերը։ Ինձ թվում է կլինի Իսանը Պալյանը։ Անդրեն։ Այս անգամ կլինի Գարիկ Պապոյանը։ Կամ Նայրան, կամ Անդրեն։ Մոտ կընկնեմ, շատ ուրախ կլինեմ, շատ։ Հայաստանում սկսվել է իսկական ձմեռը, ցուրտը, ձյունը եւ փոթորիկը, իսկ X-Factor-ում սկսել է Judge House-ը։ Այստեղ ցուրտ է, իսկ նրանց հոգում մի տաք ու շատ էմոցիոնալ պահեր։ Բարեկամներ, հետևեք Judge House փուլին, որտեղ կիմանաք 7-ից որ եռյակներն են անցնելու հիմնական փուլ։ X-Factor-ում ամեն ինչ դեռ առջևում է։ Լավագույն 7-ից միայն 3-ի հետ ժյուրին կմրցի այլ հերթության վրա, իսկ մինչ այդ Judge House։ Չեք պատկերացնում, ես ինչ ուրախ եմ։ Ես կուզեմ, որ այսօր արդեն մենք շփվենք որպես ընկերներ։ Այսօր հետևեք, թե ինչպես են 16-ից 25 տարեկան տղաները եւ 25-ից բարձր տարիքային խմբի մասնակիցները հյուրընկալվում Judge House-ում։ Յուրաքանչյուր խմբից 4-ը, ովքեր շատ մոտ կլինեն երազանքին, այստեղից կհեռանան ձեռնունայն։ X-Factor հեռուստանախագծի Judge House փուլն է մեծահասակների խումբ։ Նրանք դեռևս չգիտեն ով է իրենց ղեկավարը, իսկ Նաիրա Գյուրջինյանն արդեն սպասում է իր մասնակիցներին։ Մինչ Նաիրա Գյուրջինյանը պատրաստվում է դիմավորել իր խմբի մասնակիցներին, վերջիններս մտորումների մեջ են, թե ով է լինելու իրենց պրոդյուսերը։ Մտածում եմ կամ Իսանը Պալյան կլինի, կամ Նաիրա Գյուրջինյան։ Կամ Նայրան, կամ Անդրեն։ Թվում է, որ մեր հետ կաշխատի կամ Նաիրա Գյուրջինյանը, կամ Անդրեն։ Ենթադրում եմ, որ կարող է Նաիրա Գյուրջինյանը լինի եւ դե հավանաբար երևի Անդրեն։ Բայց ցանկալի է Նաիրա Գյուրջինյանի հետ աշխատել, որովհետև ինքը վոկալիստ է եւ ինձ թվում է ավելի շատ բան իրանից կարող ենք սովորել։ Ճիշտ է, բեմական սովորելու բան կունենանք Անդրեից, ինձ թվում է։ Ոճային առումով շատ տարբեր են եւ ամեն մեկից էլ ես կունենամ սովորելու բան։ Ինձ թվում է կամ Գարիկը կլինի, կամ Տիկին Գյուրջինյանը։ Սա բարի եմ, բայց ինձ ուրեմն բարի Նաիրա Գյուրջինյանն է։ Ես մոտ կընկնեմ, շատ ուրախ կլինեմ, շատ։ Նաիրա Գյուրջինյան եւ 25-ից բարձր տարիքային խումբ։ Քիչ հետո նրանք կհանդիպեն։ Բարև ձեզ։ Շատ լավ եմ։ Չեք պատկերացնում, ես ինչ ուրախ եմ, իսկապես ուրախ եմ, որովհետև կարծես թե սպասում է, որ հենց ձեր խումբը կընկնի ինձ։ Մեզ սպասում է շատ հետաքրքիր աշխատանք եւ ես այսօր եկել եմ, ես մենակ չեմ, ես իմ հետ բերել եմ շատ մտերիմ իմ համար մի մարդ, ու ես գիտեմ, որ այդ մարդը մտերիմ է նաև շատ շատերին, որովհետև ես գիտեմ, որ գրեթե բոլորը իրան շատ-շատ սիրում են։
եւ դուք ուրախ կլինեք իսկապես այսօր շփվելու այդ մարդու հետ։ Ես ուզում եմ սիրով հրավիրեմ Եգոր Գլումովին։ Բարև ձեզ։ Դա, միասին մենք աշխատենք, միասին մենք անենք ճիշտ ընտրություն, Գոր, մի երկու բառ։ Շատ ուրախ եմ, որ ինձ ես ընտրել, շնորհակալություն ընտրության համար։ Ինձ թվում է, որ այն դեմքերին, որ ես ճանաչում եմ արդեն ինձ նորից ու նորից կզարմացնեն, իսկ այն մարդիկ, որ ես առաջի անգամ տեսնում եւ ավելի կարևոր է լսում, ինձ կզարմացնեն թե իրենց տեսքով, թե իրենց երգիծով։ Ես կզարմացնեի այսօր մեր մասնակիցը Տիկին Ասյան, որը 76 տարեկան է ու դու այսօր իսկապես կշշմես, ոնց կալը։ 70 ինչքան? 76, գեղեցկուի Տիկին Ասյան։ 36 լինի, իսկ ես 72 մոտավորապես։ Всё, սկսենք մեր աշխատանքը, սկսենք։ Գնաց։ Մինչ 25-ից բարձր տարիքային խումբը պատրաստվում է Judge House-ի ելույթին, տղաներն ուղևորվում են Ծաղկաձոր։ Նրանց խմբի ղեկավարն այստեղ է, իսկ թե ով է, մասնակիցները չգիտեն։ Ցանկալի կլներ աշխատել որպես արական սեռի ներկայացուցիչ, իգական սեռի ներկայացուցիչներից որևիցե մեկի հետ, Գիսան Պալյանի կամ Նայրա Գյուրջինյանի, չնայած որ 90%-ով գրեթե համոզված են, որ կլինի այսօր Գարիկը, բայց ոճային առումով էլ կարծում եմ, որ ավելի մոտ է Անդրեն։ Չէ, կարծում որ այսօր պետք է տեսնեմ կամ Նայրա Գյուրջինյանին կամ Գարիկին։ Եթե իհարկե Անդրեն լինի, շատ կուրախանամ, որովհետև շատ եմ ցանկանում, բայց կարծում եմ, որ այսօր կլինի կամ Գարիկը կամ Գիսան Պալյանը։ Ինչ վերաբերում այն հարցին, թե ում հետ կցանկանամ աշխատել Մոնիկա Բելուչիի հետ, բայց կարծում եմ, որ մեր պրոդյուսերը այս անգամ կլինի Գարիկ Պապոյանը։ Ինձ թվում է կլինի Գիսան Պալյանը։ Ինձ տենց է թվում։ Բոլորն էլ իմ համար իրենց երգի ոճով հոգեհարազատ են, բայց ըստ իս Գարիկ Պապոյանի հետ, չգիտեմ, ինձ թվում է իր ոճն ինձ ավելի հոգեհարազատ է։ Մեզ երբ ծվեցին երկերը, այս բունի համար պատրաստվելու եւ բացեցի այդ երկացանկը, տեսա երկերը ու մի անգամից հասկացա, որ Գարիկն է, որովհետեւ այդ երկերը ոչ Տիկին Գյուրջինյանը, ոչ մյուսները չէին կարող տալ։ Բարև ձեզ, ես ոնց որ զգացի դուք էլ եք ուրախ, որտեղ ես էլ այդքան ուրախ եմ եղել, երբ որ իմացել եմ, որ ես աշխատելու եմ տղաների թիմի հետ, մենակս եմ ծափարել, մենակս եմ ուրախացել, բայց հավատացեք նույն այսքան ուրախացել եմ։ Ես գիտեմ, որ այսօր ունենալու ենք լավ համեր, կապ չունի, որ դրանից հետո ձեզնից մի քանի հոգին կշարունակեն իրենց ճանապարհը ուրիշ ճանապարհով, բայց ես կուզեմ, որ այսօր արդեն մենք շփվենք որպես ընկերներ, արդեն մենք դուրս գանք օֆիցիալ մասից, փորձենք իրար ավելի մոտիկից ճանաչենք, որտեղ այս փուլից սկսած արդեն մեր համար նաև կարևոր է ոչ միայն տաղանդը, որտեղ տաղանդը բոլորը ապացուցել եք, այլ նաև հատկանիշներ, որ թույլ է տալիս մարդկանց շփվելու իրար հետ ու իրար հետ առաջ գնալու։ Լավ, այսօր ունեմ հյուր, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, ես գիտեմ, որ էլի կուրախանաք, շատ տաղանդավոր մարդ, վերջերս ստիպեց մեզ հպարտանալ, երբ որ արտերկրում ինքը ներկայացրեց մեզ, մեր ազգին եւ մեր ազգի տաղանդավոր կողմը։ Իվետա Մուկուչյան։ Guten Tag, Schweiz, was für ein Guten Tag։ Շատ ուրախ եմ, որ այսօր ես ձեր հյուրն եմ եւ անհամբեր սպասում եմ ձեր ելույթներին։ Քանի որ ես գիտեմ ինչ կարգավիճակում եք, ես ինքս եղել եմ այդ կողմը, ուզում եմ ձեզ խորհուրդ տամ, որ ուղղակի վայելեք ձեր ելույթը եւ ամեն ինչից անկախ ուղղակի լավ բարձր տրամադրությամբ ամեն ինչ անեք։ Dankeschön։ Նայրա Գյուրջինյանի թիմը պատրաստ է ներկայանալ։ Արամ Խաչատրյանին առավել քան դժվար է։ Առաջին եթերաշրջանում նա Եգոր Գլումովի խմբից էր, ընդամենը մեկ քայլ էր բաժանում նրան Վաղեմի երազանքից։ Ես համոզված եմ, որ դուք բոլորդ խելացի մարդիկ եք, եւ ինձ շատ հաճելի էր ձեր հետ աշխատել։ Եվ ես իրականում
Շատ եմ ուզում շարունակել ձեր հետ աշխատել։ Բայց ցավոք սրտի դուք չեք անցնում ֆինալ։ Շնորհակալություն մասնակցության համար։ Բարև ձեզ։ Բարև։ Արամ 1600։ Արամին ներկայացնելու կարիք չկա, դու Արամին գիտես։ Ինչքան չեմ տեսել քեզ։ Արամ գորը 2 տարի։ 2 տարի։ Արամ գորը զարմացավ, որ դու մեծերի խմբում ես։ Այո, ես էլ հետո իմացա, որ արդեն տարիքային արդեն վсё։ Եվ ինչա փոխվել։ Ինչ ես ավարտել ես, ամուսնացել ես, բաժանվել ես, 4 հատ երեխա ունես։ Երգպետական թատրոնը ավարտելուց հետո չեմ սովորել, բայց հիմա պարապում եմ, որ ընդունվեմ։ Ուր։ Կամ պետական համալսարան, կամ կոնսերվատորիա։ Որոշես մեկա երգես։ Ոչ մեկին չես լսում, էլի քեզ բոլորը ասում են մի երգի, դու մեկա երգում ես, երգում։ Չէ, ինչի՞ չի երգի, ինքը լավ է երգում։ I just wanna feel real love, feel the home that I live in. 'Cause I got too much life running through my ways, going to waste. And I need to feel real love, feel the high when I feel well. 'Cause I got too much life. I just wanna feel real love, feel the home that I live in. 'Cause I got too much life running from my ways, going to waste. And I need to feel real love, feel the doubt one never. 'Cause I got too much life running to my face, that's gonna live. Շնորհակալ եմ Արամ ջան։ Տրամադրություն չունես։ Չեմ քնել, ուղղակի թե չէ նորմալ է։ Նորմալ է։ Որը չմոռացա ոչ։ Հա, չմոռացա։ Ես երգը в принципе քո հակով էր։ Հա, նորմալ էր։ Լսել եմ, ոչ մի անգամ չեմ երգել երգերից, բայց նորմալ։ Ես գոհ եմ ընտրությունից երգի։ Անչից ես դժգոհ։ Ձեզանից։ Ինչու Արամ։ Յա, այդ մարդը իրոք ունի զանից դժգոհ։ Գոյություն ունի որոշակի քեզ մոտ նախապաշարմունք, որ ինչ որ բան ես արել, աղոթել ես դուրս գալուց կամ չգիտեմ, աղի վրա խաչ ես արել կամ որևիցե սիմվոլների հավատում ես։ Առաջ հա, բայց քանի որ արդեն մասնակցում եմ շատ անգամներ, հասկացա, որ այդ ամեն ինչը ու դու արել ես նայ արել, պարապել եմ երգս ու եկել եմ երգել եմ։ Գորիս։ Բայց ես չհասկացա ինքը ինչ պրոբլեմ ունի քո հետ։ Չգիտեմ, առաջ քո հետ ունի, հիմա եմ։ Հեռացիր, մոռացիր, միշիր, որ սիրել ենք իրար։ Ով եմ ես, ով ես դու, չգիտեմ։ Օտարենք մենք իրար անծանոթ։ Ով եմ ես, ով ես դու, չգիտեմ։ Օտարենք մենք իրար անծանոթ։ Հեռացիր, թող աշխարհ իմանա, որ ես էլ քեզ երբեք չեմ սիրել։ Լավ գիտեմ, որ դու էլ չես սիրել։ Դու երազ կմնաս ինձ համար։ Լավ գիտեմ, որ դու էլ չես սիրել։ Երազ կմնաս ինձ համար։ Շատ շնորհակալ ենք Տիկին Ասյան։
Շնորհակալություն։ Ինասա հույս կա, որ Գյուրջինյան Նաիրան հենց ձեզ կընտրի երյակի մեջ, թե քարյակի մեջ կընտրվեք, երյակի։ Ես շատ ուրախ լինեմ։ Պատրաստ եք պայքարել մինչև վերջ, որովհետև դուք շատ երկար ճանապարհ եք կտրել անցել, որպեսզի X Factor-ը ձեր երազանքը կայանա։ Հուսով եմ, հուսով։ Նայր ջան, ինձ իհարկե զարմացրեց։ Ես իր տարիքում հաստատ երկու բառ իրար չեմ կարա ասեմ։ Չէ, բայց դու զգացի չէ՞ զուլալա ձենը։ Ձենը շատ լավն էր։ Մելիզներն էր շատ լավ, այդ երկարացնելն էր ինձ դուր եկավ։ Ստե ես ուղղակի մեկ խնդիր եմ տեսնում լսողության։ То есть սովորչի ֆոնոգրամայի հետ։ Որտեվ ինքը երկել է առանց ֆոնոգրամա, չգիտեմ, կամ խորում, կամ լսել է ձայն կողքից, այդի պետքա մտածել։ I love is tainted by your touch. Cause some guys have shown me aces, but you're not yet real flash. I know it's crazy every day. Well, tomorrow will be crazy, but you never turn away. Don't ask me why I'm crying, but when I start to crumble, you know how to keep me smiling. You always save me from myself. Շնորհակալություն Մերնե ջան։ Բարեկամներ, մենք չենք թողնում X Factor-ի ոչ մի մասնակից լինի մեծ թե փոքր ծրտահարվի։ Շնորհակալություն նախ մասնակցության համար։ Ես գիտեմ, որ առանց մանրամասնելու գիտեմ, որ շատ հոգեպես ծանր վիճակում ես գտնվում եւ ոնց անցավ լսումները, ոնց կարողացար հավաքվել եւ ներկայացնել երգդ։ Մի կերպ հավաքվեցի, բայց ստացվեց երևի թե մենակ առողջական խնդիրներ ունեի, հուսով եմ կներեն դրա համար, բայց երգեցի։ Դու գոհ ես կարել։ Մի քիչ չէ։ Ուղղակի իսկապես ես ափսոսում եմ, որ ինքը հիվանդ է, որովհետև այս երգը ես ինչի տվեցի հենց իրեն, որովհետև ես գիտեի, որ ինքը կանցկացնի էլի միջով Ուղղակի ափսոս որ բանել է։ Չէ, բայց զգացում էր, որ իսկապես հիվանդ է, լուրջ հիվանդ է, որտեղ ձենը հազիվ էր դուրս գալի։ When I'm nervous, I have a thing, yeah, I talk too much. Sometimes I just can't shut the hell up. It's like I need to tell someone, anyone who listen, and that's the way I seem to shut up. Yeah, forget about the consequences. For a minute that I lose my senses, and in the heat of the moment, my mind starts going, the words start flowing. Oh, but I never meant to hurt you. I know it's time that I learned to treat the people I love like I wanna be loved. This is a lesson I learned. I hate that I let you down, and I feel so bad about it. I guess karma comes get around, 'cause I'm the one is her, and I hate that I let you be. Now the trust we had is broken. Don't tell me you can't forgive me, 'cause nobody's perfect. No, 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 no. Լարվել էի, շնորհակալ եմ։ Ձեռքերս մինչև հիմա դողում եմ, որովհետև շատ լարված է։ Ընդհանրապես ես միշտ երբ որ բեմ եմ դուրս գալի, փորձում եմ լարվածությունը կուլ տալ։ Շատ լավ։ Բայց այս անգամ ես ինչպես Կուլ տվեցիր գլոմովին։ Չկարողացա իմ լարվածությունը այս անգամ շատ էր, բայց ես փորձեցի ամեն դեպքում ներկայացնել երգը, ինչպես որ ես փորձել եմ այս օրերի ընթացքում ներկայացնել։ My love has come along.
Գոյություն ունեն հավերժ ծրագրեր եւ հավերժ մասնակիցներ։ Լուիզան ներկայացնում է Շանթ հեռուստաընկերությունը արդեն որերորդ նախագծին, ինքը շատ հարազատ մարդ է։ Մեծ սիրելի բարեկամներ, ում կարող եք տեսնել տարբեր նախագծերի կաստինգներին, Լուիզա ոնց անցավ այս մեկը։ Երևի լավ ավետ ջան։ Հա։ Ո՞ես քեզնից։ Ճիշտ ասած, նորմալ էլի։ Ոնց որ միշտ։ Ընդամենը 3 հոգի են հիմնական կազմում հայտնվելու Նաիրա Գյուրջինյանի, իսկ մասնակցում են 7 հոգի։ Ինչ ես կարծում այս անգամ Լուիզա ջան, արևը երկարվեստի վառ կշողա քո գլխավերևում։ Դե որ արև լինի կշողա։ Դե երկում ինչ կարաս ասես, ոչ մի չես կարաս ասես, երկը ուղղակի ռամկեքի մեջ է։ Չէ, ինքը երկում է, բայց ինքը ստիլիստիկան երկի ընդհանրապես вообще չհասկացավ։ The tables have turned, yeah, 'cause me and them ways have parted. That kind of love was a killing kind. So listen, all I want is someone I can't resist. I know all I need to know by the way that I got kissed. I was crying when I met you. Now I'm trying to forget you. Your love is sweet misery. I was crying when I met you. Now I'm dying and I let you do what you do down on me. Yeah. Now there's not even breathing room between pleasure and pain. Yeah, you cry when we're making love. Must be one and the same. It's down on me. Yeah, I've got to tell you one thing. It's been on my mind. Girl, I gotta say, we're partners in crime. You've got that certain something. What you give to me takes my breath away. Now the word out on the street is the devil's in your kiss. Oh, let go up in flames. It's a fire I can't resist. I was crying when I met you. Now I'm trying to forget you. Your love is sweet misery. Yeah. Բարեկամներ, Միհրանը ունի երեխա, ունի ընտանիք, տունտեղ թողած, ինչ է անում առողջ տղամարդը, մասնակցում է X Factor հեռուստանախագծին։ Միհրան ջան, գոհես շունչներս կտրվեց, միջև երկեցիր, ավարտեցիր, դու քեզնից գոհ։ Այդքան էլ գոհ չեմ, որտեվ իմ մոտ ավելի լավ է ստացվում։ Տանն էլ ներքևն էլ նույնիսկ սպորտի ժամանակ երևի շատ սպասելուց հուզմունքից մի քիչ չկարողացա, բայց երկելու ընթացքում զգացի, որ հետո բացվեց այն ինչ որ պետք է։ Ինձ դուր եկավ շատ Ճիշտ ասած, դա ինքը իմ համար միանշանակ ոնց որ հիմա երկեց, անգամ այդ իրա մեկ չհասնելը ոչ մի կապ չունի, հա։ Again, it's like I wanna wake it. It's the rule I wanna take it. The reason I'm taking it. Really wanna search you out. Everyone looking now. I'm surrounded by your embrace. Baby, I can see your halo. You know you're my saving grace. Everything I need and more. I swear to never lower your face. Baby, I can see your halo. Bright wanna fade. Halo, halo, can see your halo. Halo, can feel your
Everywhere looking now, I'm surrounded by your embrace. Baby, I can see your halo. You know you're my saving grace, and everything I need and more. I swear to never lower your face. Baby, I can feel your halo. Brian wanna fade to your halo. Halo, can see your halo. Halo, can feel your halo. Halo, can feel your halo. 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 Չի ես պատրաստ հանուն նրա, որ եռյակի մեջ լինես։ Օ, չգիտեմ։ Պատրաստ չես։ Չպատրաստ եմ, բայց ամեն ինչի չէ։ Պատրաստ եմ, բայց ամեն ինչի չէ, իհարկե ամեն ինչի չէ։ Նպատակներիդ մեջ կա X Factor-ում հաղթել, թե պարզապես մասնակցել։ Ու անպայման կա հաղթել, շատ եմ ուզում, բայց գոնե մասնակցեմ։ 25-ից բարձր տարիքային խմբի մասնակիցները ավարտեցին Judge House-ի ելույթները։ Նրանց մնում է սպասել Մեզ Էլենա Լորիկովնային այսօր կօգնի, որպեսզի ընտրություն կատարեն 7-ից 3-ը թվում են իհարկե Իգոր Բլումովը, որովհետև այս դուետը ամենաաշխատվածն ու ամենասիրելին է երաժշտական քաստինգային նախագծերից։ Բարեկամներ, իսկ այդ որոշումը իհարկե բարդ է լինելու, մենք շատ շուտով կհասկանանք ում է խորհուրդ տալիս Իգոր Բլումովը, որպեսզի իր շատ լավ ընկեր ընտրի եւ դառնա թիմ։ Ինչ էս բարի որոշումներ։ Այն ինչ դժվար է, որտեվ գրեթե բոլորը ինչ որ ամեն մեկը յուրահատուկ ինչ որ հետաքրքրություն ունի, համ ձայնի որակի մեջ, համ բան։ Իսկ այս պոզիտիվ աղջնակը Папа ասում էր, что это не серьезное дело. Շատ մարդը լավ երգում, մենակ դու չես, որ տենց լավ ես երգում, բայց որ անցնեմ ֆինալ, ոնց որ թե կտենա, որ 12-ի մեջ եմ։ երկու մազոլալ ձայնով ամեն ինչը տեղին Իմ կարծիքով որ ինքը լավ շատ հետաքրքիր երանգ կտա Ծրագրին մասնակցում եմ փորձ ձեռք բերելու համար եւ իմ համար սա մեծ նշանակություն ունի Մարտակարգ չերկեց, բայց ես զգացի այս տղայի մեջ, որ ինքը ունի մեծ բագաժ, մեծ պոտենցիալ ու ասելու բան ունի բեմից։ Հուզմունքը ավելի շատ երգելուց առաջ էր։ Հիմա երբ որ երգեցի վերջացրեցի, կապ չունի ոնց երգեցի, հուզմունքը ինչ որ չափով անցավ, բայց դե բնականաբար, քանի որ կարևոր որոշում է, ինչ որ չափով հուզմունք կա։ Հզոր ձայն ունի ու իմ համար անսպասել էր, որ հետո զրուցեցինք, պարզեցինք, որ փաստորեն ինքը Ընդհանրապես չի զբաղվել։ Ամել տեսքից շատ։ Դու մտածում ես աշխատելու ընթացքում ինքը ավելի կբացվի։ Ինձ թվում է, որ կբացվի իհարկե։ Ստակ չեմ կարող ասեմ, բայց հաշվի առնելով ամեն ինչը հնարավոր է մտնեմ երրյակ։ Էլի տես երկելու հետ ոչ Չէ, ինքը շատ լավն է, ինքը հզոր ձայն ունի, բայց եթե դա լիներ ժողովրդական երգ, ազգագրական երգ Ոչինչ չի կարող ոնց սպասի։ Կարող է եւ դուրն է եկել, բայց հետո համեմատեն մյուս երկողների հետ։ Բայց ինչ էլ որ լինի, ոչինչ։ Ինձ համար հաճելի էր գալը մասնակցել։ Ես կարող եմ քեզ, եթե քեզ հետաքրքրում է իմ երրյակ ասեմ։ Ես նույն ձևով կշարեի այդ նկարները, բայց շատ եմ ափսոսում։ Դե կյանքը դաժան է, այդքան մի ափսոս է։ Լուրջ եմ ասում, ապրես ինձ օգնեցի իրարի պատճեմ մի հատ ապրես։ Ինձա։ Всё, ինչ անենք, հիմա գնանք չքնենք։ Judge House Pool, տղաների խումբ եւ Գարիկ Պապոյան։ Շատ հետաքրքիր լսումներ են մեզ սպասվում, որովհետեւ Գարիկը այս
դժվար փորձության միջով մենակ չի անցնելու։ Նա ինչպես միշտ օրիգինալ կերպ է ընտրել ընկերոջը։ Հայ սուպերստար 4-ում իր ուրույն դերը զբաղեցնող Իվետա Մուկուչյանը լինելու է Գարիկի խորհրդատուն։ Իվետա, աղջիկ, ով շատ գեղեցիկ ներկայացել է շատ հեղինակավոր մրցույթներից մեկում մեր երկիրը Արմենիան, իսկ Գարիկը դե ինչպես միշտ հիմա զրուցում են, հետո պետք է դաժան փորձության միջով անցնել։ Գարիկ Պապոյան եւ Իվետա Մուկուչյան, նրանք պատրաստ են լսել տղաներին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Երջո ջան, ինչ որ երգն ես ընտրել։ 5 տարբերակ ունեիք, 5 երգ է ես ձեզ առաջարկել, դուք ամենակդ ընտրել եք մի երգ ձեզ համար, որն ես դու ընտրել։ Ես սկզբնականում ուրիշ բան էի ընտրել, լսեցի բոլորն էլ, իրականում բոլորին էլ կարայի երգեի։ Ուղղակի այս պահին ավելի նպատակահարմար գտա, որ երգեմ սկզբնականում գոյտյա վերցրեցի մի 3 օր, աշխատեցի, հիմա փոխել եմ հայերեն։ Անդրեն։ Այո։ Հետո քեզ թվաց կարող է Անդրենը մարդ է ժյուրին։ Չէ։ Երգը չէի ճանաչում, եթե անկեղծ ասեմ, առաջին անգամ լսեցի։ Տենց հայկական։ Անդրեի ամենագեղեցիկ երգերից եմ տվել։ Ճիշտն ասած, հենց լսեցի, այսքան այդ երգը լսել եմ, ինչ X-Factor-ի շրջանակներն որ տրամադրեցին դիսկը, CD-ն։ Լսել էի ու շատ զգացմունքան երգա, շատ դուրս եկավ։ Ռոբերտ Ավալյան մեզ մոտ ընտրել է Անդրեի Գետ մի գիշերը։ Կպատմես օրինակ ընտրությունդ, ինչպես կատարեցիր։ Ընտրության հարցում շատ չեմ մտածել, շատ դուրս եկավ հենց առաջին լսելուց, լսել էի շատ վաղուց, շատ կարճ հատված հեռուստացույցով ու չէի կարող գտնել որ երգներ, որ էլի լսեի։ Հասկացա։ Ջամփիտեմ սպասել անուշյալ Սիրո ճամփով դուրը բացել Արտասվել քեզ համար Ես չեմ ուզում ոսկի ու գանձ Ուրիշներին թող մնա Մի գիշերվա Ամբողջ կյանքում բավեից Անմահության փառք ու պատիվ Ուրիշներին թող մնա Մի գիշերվա քո տակիրքը Ամբողջ կյանքում բավեից Ինչ որ տվեց իմ կյանքը ինձ Պիտի ասեմ ոչինչ է Ինչ էլ որ տա այսու հետև Պիտի ասեմ ոչինչ է Գետ մի գիշեր քեզ հետ լինեմ Գինար փուքի սիրո մեջ Մնացածը ինչ է լինի Պիտի ասեմ ոչինչ է Ես չեմ ուզում ոսկի ու գանձ Ուրիշներին թող մնա Մի գիշերվա քո տակիրը Ամբողջ կյանքում բավեինց Անմահության փառք ու պատիվ Ուրիշներին թող մնա Մի գիշերվա քո տակիրը Ամբողջ կյանքում բավեինց Ես չեմ ուզում ոսկի ու գանձ Ուրիշներին թող մնա Մի
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սա իրենց կարացածից մի 30% քիչ են։ Հա, այդ բանով պետք է մարդ ապրանալ։ Ձիվոնն է ինչ որ հարմար բասս նստում ես բաժակ սեղան դեմն է ինքը ինչ չի դզում չտոնը մենք է վատ է պայմաններում ենք չէ Գարիկը ծափահարեց ասաց ամեն ինչ նորմալ էր երջը Հա ասացին որ ամեն ինչ նորմալ է չեմ կարող ասեմ որ այս իմ ամենալավ ելույթն էր չէ դեռ կյանքում ես ավելի լավերը կունենամ Էմոցիա շատ էր ուզում Ես ուզում եի այդ ասեի, ասի քեզ լսեմ տենամ ինչով ասելիս համագործում։ Բայց դա ավելի շատ մաներայի խնդիր է, որտեղ մարդը շատ անգամ որ չգիտեն, հա, չեն վստահում իրանցին, որ իրանց թվում է որ էմոցիան պիտի շատ խաղաս։ Բայց չէ։ Կարծում եմ տեխնիկապես ու զգացմունքային առումով ամեն դեպքում դժվար է ու կարևորը որ սրտից կպել էր էլի։ Այն օրս նա ջիգարով երկեց էլի։ Արի ջիգարով քեզ ասեմ հաջողություն բարի գիշեր քեզ ու լավ քնիր, լավ դուխով կարթնանաս, որ գաս տեսնես ինչ է վճռել Գարիկը։ Գիտես որ տարբերակն է, տենց կա, չէ՞ որ չես ինչու իմանա դուրդ գալիս է, չես կարող բացատրես ինչի դուրդ եկավ, ինչ որ բան կա դուրդ չի գալիս, չես կարող բացատրես ինչի դուրդ չեկա։ Ուղղակի որ սրտիդ կպնում է ու չի կպնում։ Հիմա շատ հուզված ես Ռոբերտ ջան, մի հուզիր, ամեն ինչ հրաշալի էր, մենք այստեղ քեզ համար բոլորս շատ մեծ լիցքեր էինք փորձում ուղարկել։ Շատ շնորհակալ եմ բոլորից հետ։ Հիմա հավոր հուզաղ ջանս դողում։ Այդ շատ լավ էր, որովհետև դա անցավ նաև երկին, որը շատ հուզական էր, շատ լավ կատարեց։ Շատ շնորհակալ եմ։ Միքայել։ Այո։ Ինչպես եք։ Շատ լավ։ Լարված, բայց լավ։ Չէ, լարվածը մոռացեք։ Շատ Լարվածը մոռացեք, հա, ասես թեթև էլի ժողովուրդ։ Մի հատ եմ շեշտում, մենք բոլորս իրար հետ գնացել ենք քաղաքից դուրս, իսկ որ լավ շրջապատը գրում է քաղաքից դուրս, միշտ լավ երգեր են լինում։ Իրանք հավաքում են, ով կարողանում է երգի երգում է, ով չի կարողանում ծափարում։ Դու Գևորգ ջան, մեզ մոտ ընտրել ես Գոյեի երգը։ Այո։ Ընտրությանդ մասին կպատնես։ Սկզբից հենց լսեցի երգերը, նախ այդ երգը դուր եկավ նրանով, որ հետաքրքիր էր իր համադրությամբ տվյալ գործիքավորումը, այդ տրամադրությունը այդ կոնտեքստի համար ու բացի այդ մտածեցի այն ժյուրին ով ընտրել այդ երգը ինձ պատկերացրել է, ես էլ պատկերացրեցի ու փորձեցի այդ երգը երգել։ Շատ լավ ես մտածել, ինչ կոնկրետ լոգիկա կար ընտրությանդ մեջ, ժամանակ լոգիկա չել պահանջում, դու ուղղակի զգում ես, որ այդ երգը քեզ հարազատ է ու վերջ։ You can get addicted to the certain kind of sadness Like resignation to the end, always the end So when we found that could not make sense Well, you said that we would still be friends But I told him that I was glad that it was over You didn't have to cut me off Make it like it never happened That we were nothing And I don't ever need your love Treat me like a stranger than a Screwed me over. Part of me believing it was always something that I'd done, but I don't wanna live that way. Reading into every word you say. You said I look and let it go, and I wouldn't catch you up by somebody that you used to know. Didn't have to cut me off, make it like it never happened, and now we were nothing. I don't even need your love, but treat me like a stranger. I feel so rough. Now you didn't have to stoop so low. Have your friends correct your records and not change your number. I guess that I don't need that though. Now you're just somebody that I used to know. Somebody
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երկը որպես այդպեսին տեղ ուներ բացվելու ավելի շատ ցույց տալու այն Միքայելին, որ պետքա Կարող է ուներ, նու փորձեցի մաքսիմալ ինչքան լարվածությունս թողել, այդքան ներկայանամ, այսինքն այդքան բացեմ։ Ես ընտրել եմ ամեն երկը մի լոգիկայով, մեկը շատ զգացմունքային, մեկը որ դրայվով երգ է, եւ այլն։ Գոյցեն ընտրել եմ ինչի համար։ Բացի նրանից, որ ինքը հայտնի երգ է, հարազատ է, շուտ կսովորեն։ Նրա համար, որ ով որ ունի վերևի նոտաներ, ինքը շանս ունի երգի մեջ ցույց տա, որովհետեւ այս երգի մեջ շատ բան կա, չէ՞։ Բայց երբ որ հասավ այդտեղ ու ներքևի տոնից ինքը սկսեց երգել ու որ այդ երգը կորավ, իմաստ չուներ։ Կաստինգներից չես հոգնում երբեք։ Ամեն անգամ նոր փորձություն ու նոր դժվարություն ես հաղթահարում։ Պատրաստ ես այս մի գիշերն էլ դժվար քնես ու արթնանաս ինչ-որ մի վճիռ լսելու։ Պատրաստ եմ, միշտ պատրաստ եմ, նամանավանդ X Factor-ում, որ առաջին անգամ ես փուլից դուրս եմ մնացել։ Հուսով եմ այս անգամ գոնե կստացվի, եթե իհարկե պրոդյուսերից դեպքում Գարիկը հավանի, որտեվ դա իրոք շատ կարևոր է։ Երաժշտությամբ զբաղվող մարդը պարտավոր է իմանա երաժշտության ընթացքը, ինչ է հիմա կատարվում երաժշտության աշխարհում։ Ես կարողա չսիրեմ, ես օրինակ շատ երգեր կա, որ չեմ սիրում, հա, բայց ուղղակի դու ուզում ես հետևես ամեն տարի ինչ է կատարվում, ինչ նոր բան կա, երբ որ դու սկսում ես, երբ որ ինքը ասում ես, չգիտեմ, գոյե Ես մշտադրում ոչ թե ինքը չի սիրում գործը դրա համար չգիտի, այլ ուղղակի ընդհանուր մեյնսթրիմին չի հետևում, ընդհանուր երաժշտական աշխարհին չի հետևում։ Արմենը ընտրել է The Fray երգը։ Արմեն, կասես որոշումդ ոնց եկար կանգնար The Fray երգի վրա 5 տարբերակ ուներ։ Այդտեղից մենակ ծանոթ էր Nickelback-ի երգը, բայց չէ, վերջում հասկացա որ հարմար չէր։ Ծանոթացա այս երգի հետ, ընդհանրապես անծանոթ էր համ The Fray-ի այդ երգը, համ խումբը, հետաքրքրվեցի, հավանեցի Տեքստը շատ դուրս եկավ, որպես մտավ մեջս։ Կիմ ջան, քո երգի ինտրոդուկցիոնից պատմի, ինչպես եղավ, որ 5 տարբերակից ընտրեցիր կոնկրետ The Fray։ Բոլոր երգերն էլ լսել եմ Գարձան, բայց մի տեսակ հոգեհարազատ The Fray You Found Me երգներ, թե ամեն ինչով հոգեհարազատ էր մի խոսքով։ I found God on the corner of First and Amistad Where the West was all but one All alone, smoking his last cigarette I said, where you been? He said, ask anything Where were you when everything was falling apart? All my days were spent by the telephone that never rang, and all I needed was a call that never came to the corner first and now missed I lost to insecure. You found me lying on the floor, surrounded, why'd you have to wait? Where were you just a little late? You found me in the end, everyone ends up alone, losing her, the only one who's ever known who I am, who I'm not, and who I'm gonna be. Nowhere to know how long she will be next to me. Lost and insecure. You found me lying on the floor, surrounded, why'd you have to wait? Where were you just a little late? You found me Հարված էի ճիշտն ասած Ինչից Չգիտեմ Միջական շատ բարի դեմքով ձախ ոտքը շարժում էր անդադար բարի իր գուննզգեղ բոթասը Այդ տրամադրությունը փոխանցվեց ու հենց այդ էր որ ինձ օգնեց լավ կատարել
մի հատ ֆրազա անում է, այդ պայն իր հայացքը բռնում ես, արդեն գիտես ինքը ինչ է։ Զգումես, որ ուզում եմ տասած, ուզում եմ որ այն որսից մեկը լույսեր տերակի, ինքս ինձ ապրի էլի։ Ես են ասենք, մտքում իր մտքում ասած իր գիտարն է, ոնց որ սոլո մտնում կամ։ Հա էլի, ու սենց հետո աշկերը բացում է, ճիշտ է, սենց մետլախը բան, սենց մի տեսակ բան, հետո փակում է, պատկերացնում է, հետո էլի բացում է, ես ու դու սենց գլամուրնի նստած բան, բայց ինքը իր աշխարհում է էլի։ In her, the only one who's ever known who I am, who I'm not, and who I wanna be. No way to know how long she will be next to me. Lost and insecure, you found me lying on the floor. Surrounded, why'd you have to wait? Where were you just a little late? You found me. Early morning, the city breaks. I've been calling for years and years and years and years, and you never left me no messages. You never sent me no letters. You got some kind of nerve, taking all out. Lost and insecure. You found me lying on the floor. Where were you? Lost and insecure. You found me lying on the floor. Surrounded, why'd you have to wait? Where were you just a little late? You found me. Oh, why'd you have to wait to find me? Շնորհակալություն։ Կիմ, շնորհավոր։ Լավ եք։ Շատ լավ է, արդեն շատ լավ է, միջև այդ ահա հուզված էի, շատ ավելի, հիմա թողեց հուզվածությունը։ Սիրտը սկսում է նորմալ, հանգիստ մարդուն վայել, աշխատել։ Ես սրտին վայել ընդհանրապես, թե չէ միջև գն, բան չէ։ Կիմ ջան, այն ինչ որ ուզում էիր անել արեցիր, գոնե 80%-ով։ Այ այդքան հա, ես պետք է ասեի Ավետ ջան, հա 80%-ին մոտ, ոչ ավել։ Ավարտվեց հիմնական փուլը, լսումների փուլը, 7 հոգի երգեցին ու մնաց ամենա դժվարը հիմա Գարիկի ու Իվետայի համար, դա ընտրել այդ 7-ից, որ 3-ը կլինեն ֆինալում։ Գարիկը հիմա տարօրինակ շարժումներ է անում, Իվետան իր բազմագույն մազերի երանգով ու լավ բազմերանգ տրամադրությամբ փորձել է օգնի մեր Գարիկին, որ ճիշտ որոշում կայացնի, որովհետև տղաները այսօր ընդհանուր առմամբ ելույթ ունեցան լավ, մնում է միայն լավ ճիշտ որոշում կայացնեն եւ մենք լավագույն եռյակին տեսնենք արդեն ֆինալում։ Իմ ֆավորիտները այստեղ են, այստեղ են բնականաբար։ Հիմա ես տատանվում եմ այս երկուսի մեջ։ 7 մասնակից ենք, այսինքն մի այդքան տոկոսային հարաբերությամբ ակնկալիքներ կան։ Իր մեջ կա մի հատ ազատություն, ուղղակի իր մոտ երաժշտական ճաշակը չկա, այդ գիտելիքը, հա։ Բազան չկա, հա, այդ բազան չկա։ Իրոք վստահ չեմ, 50-50, լավ 40-60, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Որը որ բարին է, ով որ ուժեղա, թող ինքն էլ հաղթի ժողովուրդ ջան, չէ՞։ Լավ, իմ համար գիտես որն է կարևորը, որ իմ համար երկու հոգի միանշանակ էին, քո համար միանշանակ եղան։ Գիտես ինչ, որտեվ ես իրանց հետ փուլ առ փուլ եմ եկել, դու իրանց առաջի անգամ լսեցիր ու էլի նույն տպավորությունը թողեցիր ինչ որ իմ վրա, այսինքն տպավորությունս իրենց մասով ճիշտ էր։
ժյուրին ընտրում այն մարդկանց, ում հետ կցանկանա աշխատել։ Կարևորը, որ հավաքված են լավ երիտասարդներ, տաղանդավոր եւ հուսով եմ ամեն ինչ շատ լավ ավարտել կունենա։ Ինքը ստայլ ունի, ինքը ստիլ ունի, իր ձայնի մեջ, ես որ իմ աշկերը փակում է, ես ինքը երգն է ճիշտ չի կարողում։ Օրինակ, մտնում է երկրորդ տուն, պետք է երկրորդ տունը ուրիշ ձև սկսեր, հասկանում ես, ինքը կուլմինացիան չի պահում, հասկանում, ինքը սենց նյութ մտավ, ու էդի չես կարա, էդի պետք է զգաս։ Արդեն քիչ ենք մնացել, բնականաբար գնալով արդեն ավելի լավ երկող երեխեք են։ Դժվար։ Ուշում իմ երակը շատը կեսանց։ Այ, բայց մի լոպ։ Դες ինչ եմ մեղք են, էտո ասենք, որ դուրս կան էտո իմ մեղքն այն։ Իհարկե շատ կտխրեմ, եթե դուրս մնամ, բայց դրանով ոչինչ չի ավարտվում։ Օրինակ ես մենք էլ գիտես ինչ աշկորում են, որ ասենք ես եթե 3 հոգի են, իրանք sense ընտանիքի պես, ընկերների պես պետք է։ Հա, հասկանում եմ։ Չլինի մի հոգի, որը որ տրամադրություն կոտրի։ Ինքը տրամադրություն, լարվածություն մտցնի։ Ինքը տրամադրություն, լարվածություն, ինքը չի կոտրի այդ ամեն ինչը։ Շատ լավ է, քանից տեղ ենք սաղով ենք, լավ է։ Ուսանք, թե որ անցնենք շատ լավ կլինի, շատ եմ ուզում։ Որտեվ անելիքներ կան էլի հաջորդ փուլերի համար հաստատ։ Մոշնի sense ինչ-որ սոլոտ բան կա մեջը, ռոք է կա, ամեն ինչը մի ուշում էս խոսք չկա։ Sense որ sense այս երակով տարբեր 3 տեսակ կան, չէ՞։ Տարբեր 3 տեսակ, տարբեր 3 խարակտեր։ Այստեղ մի քիչ ստանդարտ կա, սովորական բան կա։ Արդեն երբ որ մտածում ես կանցնեմ չեմ անցնի, ես զգում ես ինչ կլինի, բայց չես մտածում։ Այդ նեղվածությունը բան նախորոք զգում ես։ Ես ցույց եմ ճիշտ է։ Ինձ էլ է թվում։ Ընդամենը մեկ գիշեր, որպեսզի պրոդյուսերը կայացնի եւ հայտնի իր որոշումը։ Կարևոր պահերը դեռ առջևում են։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Հայաստանյան X Factor։ Բացահայտեք ձեր մեջ լավագույնը։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։